Այսօր Հայաստանի Հանրապետության բանակի ծննդյան 34-րդ տարեդարձն է։ Ինչ նշանակություն ունի բանակի ծնունդը հայ մարդու կյանքում և ինչքանով է պատերազմից հետո այս տոնը կարևորվում ու պահում իր խորհուրդը, նշանակությունը, ինչպես դա նախկինում էր։ Գիտեք ինչ, պետականություն ասելով, ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր պետություն իրեն հարկող ժողովուրդ պետք է տիրապետի հզոր ռազմական ուժի, որը կոչվում է բանակ։ Եվ մեր բանակը չի սահմանափակվում տարին 2 անգամ զորակոչերով։ Մեր բանակի ոգին է հզորությունը մեր մեջ է, եւ դա ոչ ոք չի կարող մեզանից խլել, արմատախիլ անել։ Դրա վառ օրինակն են տղաները, ովքեր այսօր հանգչում են այստեղ, հերոսանալով, փառավորվելով, ովքեր այսօր խուսափում են եւ ուրախանում են, որ բանակի կրճատումով մենք ավելի շատ խաղաղ կապրենք, նրանք պարզապես կամ հեռու են հայ լինելու գաղափարից, կամ պարզապես չեն հասկանում ինչ են խոսում, կամ մեղմ եմ ասում ես։ Իսկ բանակը իր նշանակությունը, իր կարևորությունը առաջնային պետք է համարվի, պետականությունը պահելու, սահմաններն անառիկ պահելու, եւ որովհետեւ եթե մենք աջակցի խոսում ենք պատվի զգացողության մասին, մեր ազգի, որը իր մեջ ներառում է մայր, քույրեր, երեխաներ, ծերեր, նրանց անվտանգության երաշխավորը միայն բանակն է։ Եվ մենք փառք Աստծո, մեր ոգին կայուն է, անառիկ է, եւ մենք մեր բանակը պետք է հզորացնենք։ Ոչ թե ինչ որ չափով կրճատենք, ոմանք որ ասում են, կրճատելով խաղաղություն ենք ձեռք բերում։ Այդ պատվիրատու հետապախոսքերը արդեն վաղուց անցել են։ Դրա ժամանակը կայ ամեն ինչ կուղղվի։ Իսկ ինչպես թշնամու հետ հասնել խաղաղության, որը լինի հարատև, որը լինի կայուն, շոշափելի, տեսանելի։ Գիտեք ինչ, կա մի պարզ տրամաբանություն։ Եթե դու ուժեղ ես, բոլորը քեզ հետ խաղաղ են։ Եթե դու թույլ ես, պարզապես քեզ խղճալու է, ոչ թե խաղաղություն ես քեզանից հայցում կամ նվիրում։ Խաղաղություն չեն նվիրում, խաղաղություն ձեռք են բերում։ Իսկ այդ ձեռքբերումը միայն ու միայն հզորության շնորհիվ է ձեռքբերվում։ Եթե մենք չունենք կամ չպետք է ունենանք մարդունակ հզոր բանակ, որը ոչ վաղ անցյալում մենք ունենք, տարածաշրջանի ամենահզոր բանակն էր համարվում, որը անպայման վերականգնելու է ավելի հզորանալու։ Մենք նման խաղաղության չենք ցկտում։ Ովքեր երազում են նման խաղաղության, խնդրեմ, հարևան երկրներում նրանց համար տեղեր պատրաստել, թող գնան նրանք թշնամու հետ խաղաղ ապրեն։ Մենք անձամբ ես չեմ որդեգրում այդ հայացքները։ Դա փոքրության նշան է։ Խաղաղություն հայցել մորալ, չկա նման բան գոյություն չունի։ Մենք տեսնում ենք, որ պատերազմից հետո բարձրաստիճան պաշտոնյաները այսպես մոռացության են տալիս բանակի օրվա կարևորությունը։ Մենք տեսնում ենք, որ 3 հիշատակի օրեր պատերազմից 6 տարի անց իշխանությունը հիշել է, որ պետք է հարգել եւ հատուկ հարգանքի հիշատակման օր նվիրել Արցախյան պատերազմների զոհված նահատակների համար։ Սա ինչ միտում, ինչ նպատակ ուներ, արդյոք փորձեցին բարձրացրած աղմուկով այսպես ուշադրությունից դուրս մղել այսօրվա առավել կարևոր տոնը բանակի օրը։ Գիտեք ինչ, հիշատակման օրը ամեն օր է։ Գիտակից մարդու համար, ազգին նվիրած մարդու համար, ազգասեր մարդու համար, այս տղաների, ովքեր զոհվեցին, նրանց հիշատակման օրը ամեն օր է։ Բոլոր ընտանիքներում պետք է հիշատակման օրը ամեն օր հնչեցվի։ Եթե կառավարությունը որոշում է կայացրել, որ 27-ը համարի հիշատակման օր, ես չգիտեմ դրա միտումը կամ արմատները որտեղից է գալիս, բայց մենք այսօր ունենք բանակի օր։ Մենք այսօր այստեղ ենք եւ հիմնականում նայելով սահկեպսակներին, դրանք մեկ օրվա վաղեմություն ունեցող սահկեպսակներ են, այսինքն 3 է դրված եղել։ Լավ են կանում, փառք ու պատիվ մեր հերոսներին, բայց այդ հերոսները ազգային բանակի կոչով են զինվորագրվել, մասնակցել այդ պատերազմներին։ Եթե մենք չենք պատշաճ այսօրվա օրը մենք նշում, ում մասն ենք հետո հիշատակելու, ում ենք հիշելու։ Եվ այդ բանակն է, այս տղաներին կոչ արել, այս բանակում են, հայոց ազգային բանակում են նրանք համազգեծ ձեռքբերել, զենք ձեռքերը վերցրել։
Ես չգիտեմ, ամեն ինչ ունի ինչ որ սկիզբ անեմ, վերջ բազաբանումները երևի հետո ավելի բազ կդառնա։ Դե ինչ է նշանակում դա։ Իսկ որ կրճատել են ծառայության ժամկետները հասցնելով 1.5 տարի, սա ինչ վտանգ է իրենից ներկայացնում։ Դա ոչ մի բանով, ոչ հայկան մայրերին է գոհացնում, ոչ հայ ազգին է գոյացնում, ոչ էլ անվտանգությունն է ավելի անվտանգ դարձնում։ Ինչ նշան բանակ կրճատել։ Բանակն դա նշանակում է, որ թուլացում է։ Ես թեմ եմ, միանշանակ թեմ եմ։ Դե միդում ինչու է ուղղված։ Այսինքն զորականակը բանակում կրճատվելու է։ Մի կես տարի զինվորը քիչ է ստանում ուսուցում բանակում։ Սա էլ է վրիբում, մեղմ ասած, սա էլ թե ինչ միդում ունի, ինչ է պատահել։ Այսօր եք այնպես որոշում, վաղը ավելի պաշաճ կարգով նորից բոլորը վերականգնվելու է։ Թող դառնա 2 տարուկես, թող դառնա 3 տարի, ինչի տարուկես։ Ինչ ենք մենք հասել, ինչ ձեռքբերում ունենք, որ ռազմական առումով, այս քանի տարիների ընթացքում, որ հիմա բանակ կրճատենք, ասենք հերիք է։ Մեզից արդեն բոլորը վախենում են, 5 հոգի մնա հերիք է։ Իսկ անցնող 34 տարիները ինչ ցույց տվեցին։ Ինչպես ինչ տվեցին։ Անցնող 34 տարիները ինչ ցույց տվեցին մեզ։ Եվ ինչ դասեր չհասցրեցին քաղել։ Գիտեք ինչ, կարելի է կաշ պատասխանել։ 34 տարիների ընթացքում մենք ինչ ցույց տվեցինք, որ մենք ուժեղ ենք, մենք տերն ենք մեր երկրի, մենք տերն ենք մեր Արցախի, եւ ոչ մի հիմնավորում չկա, թե Արցախն ինչի համար այս վիճակում գտնվեց։ Դա ավելի խորը պատճառներ ունի, եւ այդ խորը պատճառների ստեղծողները, որի հետևանքն ենք մենք այսօր կրում, եւ Աստծո առաջ, եւ հայ ազգի առաջ, եւ մարդուն առաջ պատասխան են տալու։ Մենք հզոր ենք, ունեցել ենք եւ կունենանք։ Իսկ առայժմ դե ինչ, ես մի քիչ ցավով եմ ուզում հայտնել, որ սրափիլության մեր ավանդությունը ոչ թե մեր ազգը կամ հայոց բանակն է պահում, այլ գլոբալ քաղաքականության շնորհիվ մենք սրափիլության հանգիստ քնում ենք, որը իհարկե ճիշտ չէ։ Մենք պետք է ուժեղ լինենք, որովհետեւ մեզ հետ հաշվում ստեղ։ Հակառակ դեպքում ոտնատակ կդան, ինչ է պատահի։ Չի լինի եւ չէ։